Ինչպես գրված է, Սուրբը էլ ավելի սրբանա, արդարը էլ ավելի արդարանա։ Ես մի հայտնություն կարող եմ ձեզ այսօր ասել, Աստծո խոսքը ինձ թույլ է տալիս, որ այդ հայտնությունը ես ունենամ։ Տեր Հիսուսն ասեց, որ երբ որ կինը երկունքի ցավերի մեջ է լինում, բնականաբար այդ պահին լիարժեք են ուրախությունը, որ ակնկալիք ունի, որ զավակ պիտի ունենա։ Մի տեսակ երկրորդ պլան անետվում, որովհետև իր ցավի մասին է, այդպես ասած ավելի շատ մտածում։ Բայց երբ որ երեխան լույս աշխարհ է գալիս, եւ այդ ցավերն վերանում են, ինքն այլևս դրանք չի հիշում, որովհետև իրան մի հատ ուրախություն է պարգևել Աստված, որով ինքը սկսում է հրճվել ուրախանալ։ Պիտի ասեմ, որ աշխարհը նույնպես այսօր երկունքի ցավերի մեջ է։ Բայց մենակ աշխարհը չի երկունքի ցավերի մեջ։ Եկեղեցին էլ է երկունքի ցավերի մեջ։ Թե ինչ երկունքի ցավեր են, ես հիմա կփորձեմ պարզաբանել ձեզ։ Բանն այն է, որ աշխարհը պատրաստվում է ներին ընդունելու։ Ճիշտ է։ Եվ երկրի վրա մենք տեսնում ենք, որ շարժվում է ամեն բան։ Ինչ որ նոր երևույթներ, նոր իրողություններ են տեղի ունենում, որպեսզի ները հայտնի լինի աշխարհին։ Եվ սա կարելի է ինչ որ իմաստով ասել, որ աշխարհը երկունքի ցավերի մեջ է, որ պետք է ծնվի եւ հայտնի լինի աշխարհին ները։ Ուրեմն այս երկունքի ցավերն աշխարհի մենք թողնենք մի կողմ եւ մեր ուշադրությունը դարձնենք երկրորդ երկունքի ցավերին։ Եկեղեցին այսօր ինքն էլ երկունքի ցավերի մեջ է կարծես։ Աստծո խոսքն ասում է, որ երբ որ մենք հափշտակվենք, երկինք գնանք, մի առիթով ես հիշում եք խոսել եմ, թե քանի ծնունդ կա ընդհանրապես, հիշում եք, չէ՞։ Եթե իրապես նայում եք իմ, ասենք, տեսագրությունները, քարոզները, համառոտ հիշեցնեմ։ Երբ մարդ ֆիզիկապես ծնվում աշխարհ է գալիս, դա մի ծնունդ է։ Երբ մարդ ապաշխարում է, վերստին ծնվում է, դա էլ մի ծնունդ է։ Սակայն Աստծո խոսքն ասում է, որ նաև այս աշխարհից գնալը նույնպես վերստին ծնունդի հետ է համեմատվում։ Ինչպես գրված է, վերստին ծնունդումը Աստված նրանց աչքերից կսրբի ամեն արցունքները եւ այլն, վշտեր, ցավեր չի լինի, եւ Աստված պարգևներ պիտի տա բոլոր նրանց, ովքեր որ հավատարիմ են եղել երկրի վրա։ Այս իմաստով, եթե այս երկրից փոխադրվելն էլ ինչ որ իմաստով երկնային վիճակի մեջ, մարմնի մեջ մտնելը նույնպես ծնունդ է, այս անգամ արդեն բուն երկնքում, որտեղ մենք ռեալ պետք է այսօր հավատքով ենք երկինք մտած, բայց պիտի մտնենք նաև իրականում երկնքի արքայությունը, եւ դա էլ այնտեղ ծնունդ է համարվելու։ Ուստի եկեղեցին այսօր իրա պատրաստվելով նույնպես երկնքի ցավերի մեջ է։ Ինչպես առաքյալն ասում է, որ այս մարմնի մեջ ինչ ենք անում մենք, հառաչում ենք, որ երկնայինը հագնենք։ Հարց Տիրոջը սերներ, որ մենք այսօր հասկացել ենք դա, որ Աստված անշուշտ մեր համար լավն է միշտ պատրաստել։ Եվ այսօր ես ուզում եմ, որպեսզի մենք ամենակարևոր հարցը մեր կյանքում տեսնենք, ինչ տեղում է։ Հարց, որը դրված է յուրաքանչյուրիս առաջ։ Որն է այդ հարցը քրիստոնյայի առջև դրված։ Իրա Աստծո հետ ունեցած հաղորդակցությունը։ Ես կարծում եմ այսօր չկա առավել կարևոր թեմա, որի մասին պետք է խոսել, քան թե ես ինչ հաղորդակցություն ունեմ իմ Աստծո հետ։ Եվ այսօր խոսքը դրան վերաբերյալ է լինելու։ Որովհետև սերներ, մենք նայելով Աստվածաշնչին, նայելով մեր շուրջը, մի բան ենք այնուամենայնիվ տեսնում, որ շատ հաճախ գրված է ինչ որ ավետարանն ասում է ընդհանրապես Աստված ճանաչողության եւ Աստված պաշտության մասին, եթե Աստծո Սուրբ Հոգուց դու չես առնում դրանք, ապա դու կտրվես աջ ու ձախ սովորություններին, այս կամ այն կարգերին, եւ արդյունքում դա ոչինչ չի տա քեզ։ Այսօր ես գիտեմ, որ շատերն են հուսախաբության մեջ, հիասթափության մեջ։ Սակայն քրիստոնյային այս երկուսը չպիտի պատի։ Ինչու՞։ Որովհետև եթե իր հաղորդակցությունը Աստծո հետ ճիշտ է, ապա իր ներկայի վերաբերյալ այդ գնահատականներն անձամբ Աստծուց էլ պիտի առնի։ Ես միշտ ասել եմ ու ելի կրկնում եմ, նմանը ավելի վատ է,
քան կեղծիքն ու սուտը։ Նորից եմ կրկնում։ Նմանը ավելի վատ է, քան կեղծիքն ու սուտը։ Կեղծիքն ու սուտը հեշտությամբ է տարբերվում, բայց նման լինելը շատ դժվար։ Դրա համար Աստծո խոսքն ասում է, որ վերջին օրերում աստվածպաշտության կերպարանքը կունենա, նման կլինեն, բայց նրա զորությունը ուրացած կլինեն։ Սիրելիներ, այսօր մենք մեր մեջ կրում ենք Աստծո Սուրբ Հոգին որպես նրա զորությունը։ Եվ մենք չենք ասում, թե մեր ուժերով, մեր խելքով, մեր հասկացողությամբ որևէ բանի ընդունակենք։ Եվ կատարելապես մեր անձերը բերում ենք Աստծուն։ Ինչպես Սուրբ Գիրքը մեզ սովորեցնում է, որ երկու եղբայր եկան Աստծո առաջ, եւ Աստված ոչ թե նայում էր նրանց բերածին, այլ նայում էր նրանց ներսը։ Նրանց էությունն էր, որ Աստծո առջև էր։ Դրա համար Հռոմեացիս 12-րդ գլխում գրված է, թե մենք ինչպես գանք Աստծո առջև։ Մեր անձերը որպես կենդանի զոհասեղանի վրա դնելով պետք է գանք Տիրոջ։ Եվ սա է Աստծո ուզածը, որ մեր էության մեջ ինչ որ կանք մենք, հենց այդպես գանք Տիրոջ առջև եւ ասենք, ահա ես Տեր։ Դուք շատ անգամներ լսել եք, որ Աստծուն մոտենալ, աղոթել Աստծուն, խնդրել Աստծուն, գոհություն մատուցել, վերջապես, ինչպես գրված է, աղոթք, աղաչանք, խնդրված եւ գոհություն մատուցենք, դուք այդ բոլորը լավ գիտենք, թե ինչպես է, որ Աստված այդ ամենը մարդու մեջ տեսնելով արձագանքում է։ Մոտենանք նրան ճշմարիտ սրտով, լեցուն հավատքով, եթե սիրտդ ինչ որ խոդորված է, պիտի շտկես քո հարաբերությունը Տիրոջ հետ, խոստովանես իրան։ Եթե հավատքի մեջ ես նավագործություն կրում, ապա պետք է քո էությունը իսկապես Աստծո խոսքով ավելի լցվի, որպեսզի դու հավատքով զորացած կարողանաս գաս նրան, որ ասում Աստծո խոսքը, եթե հավատում ենք, որ նա կա, ինչ էլ որ խնդրենք, նա վարձահատույց լինի։ Խնդրված կունես, բեր Տիրոջ առաջ։ Գոհություն հայտնելու խնդիր ունես, գոհացի Տիրոջից ու փառավորի։ Սակայն այս ամենից զատ, որ այսօր պիտի խոսեմ մի մոտեցման մասին, որ այս 4-ի մեջ կարծես չկար, դա աղաղակն է առ Աստված։ Աղոթք, խնդրվածք, գոհություն, աղաչանք, եւ մենք պետք է իսկապես այս ամենը ճիշտ հասկանանք, թե որ պահն է մեր կյանքում եւ ինչ պետք է անեմ ես հիմա։ Եվ դրա համար եկեք մի հատ լսենք Դավիթին, թե ինչ է ասում ինքը երկրորդ Թագավորաց 22-րդ գլխում Սաղմոս է գրել Դավիթը։ Եվ այս Սաղմոսի առանձին հատվածներ էլի ինքը ունի Սաղմոսների մեջ, բայց սա գրված է երկրորդ Թագավորաց 22-րդ գլխում։ Մի քանի համարներ լսենք եւ աղոթքով կգանք մեր Տիրոջ առաջ։ Եվ Դավիթն ասեց Տիրոջը այս երկի խոսքերն այն օրը, երբ որ Տերը նրան ազատել էր իր բոլոր թշնամիների ձեռքից եւ Սավուղի ձեռքից։ Ուզում եմ, որ ուշադրություն դարձնեք, որ քանի դեռ Տերը չէր ազատել իրեն Սավուղի ձեռքից, ինքն ուրիշ սաղմոսներ ա գրել։ Դուք երևի կհիշեք այդ սաղմոսները։ Հալածվում էր, փախչում էր, այս մի այրի մեջ, այն մի սոված եւ այլն։ Բայց Տերը ազատեց իր բոլոր թշնամիներից եւ Սավուղի ձեռքից։ Ուրեմն բոլոր թշնամիներից եւ Սավուղի ձեռքից էլ առանձին անշված։ Եվ Դավիթն ասում է. Տերը իմ վեմն ու իմ բերդն ու իմ փրկիչն է։ Աստված իմ ժայռն է, ես նրան եմ հուսացած։ Իմ վահանը եւ իմ փրկության եղջյուրը, իմ բարձրությունն ու ապաստանը, իմ ազատիչը, դու անիրավությունից ազատում ես ինձ։ Օրհնյալն եմ կանչում Եհովան եւ կազատվիմ իմ թշնամիներիցը, որովհետեւ մահվան ալիքներն ինձ պաշարեցին, կորուստի վտակներն ինձ տագնապեցրին, դժոխքի լարերը պատեցին ինձ, մահվան որոգայթներն իմ առաջն առան, իմ նեղության մեջ Տիրոջը կանչեցի եւ իմ Աստծուն աղաղակեցի, եւ նա լսեց իր տաճարից իմ ձայնը եւ իմ աղաղակը նրա ականջին հասավ։ Սիրելիներ, մենք այստեղ պարզ տեսնում ենք, որ Դավիթն ասում է, որ
նեղության մեջ ինքը Տիրոջը կանչել է եւ իր Աստծուն աղաղակել է եւ նա լսել է իր տաճարից եւ ասում է իմ աղաղակը նրա ականջին հասավ։ Արդյունքը ինչ է եղել, ինքը նկարագրում է, ես այդ ամբողջը չեմ ընթերցի, մանրամասնորեն է նկարագրում, թե Տերն ինչպես է զորավիք եղել իրան, բայց այդ ամենը եղել է, երբ որ ինքը աղաղակել է դեպի Տերը եւ այդ աղաղակը հասել է Տիրոջ ականջը։ Այո, այսօր Տիրոջը աղաղակելու պահ։ Ով ամենակարող Հայր, ով սքանչելի Տեր, երկնքի, երկրի արարիչ Աստված, ամենագետ, որ ամեն բան քո խոսքով է հաստատ կենում եւ ամեն բան քո հրամանով է որ շարժվում է։ Հիմա մեր հայացքը մենք քեզ ենք ուղղել, որովհետեւ դու մեզ քեզ ես դարձրել ու քոնն ես արել եւ մենք հասկացել ենք, որ առանց քեզ մենք ոչինչ չենք կարող եւ մեր ձայնն ու աղաղակն ենք ուզում բարձրացնել քեզ Տեր։ Ամեն բանից առաջ փառավորելով քո սուրբ անունը, որ դու սուրբ ես ու արդար քո բոլոր գործերում եւ խնդրում ենք քեզ Տեր, որ հաճեցնես մեզի քո աստվածային ներկայությանը։ Господин мой папа, да кипонтера пранто кипонтасила, Нелли простора проси благодари, она снова проведу клайно штигат лев крован душа, а ясни мано омана край доштигат майда каларабенти։ Մենք եկել ժողվել ենք այստեղ, որպեսզի քո անունը կանչելով խնդրենք քեզանից շնորհք ու ողորմություն Տեր, եւ հավատում ենք, որ մեզանից յուրաքանչյուրին դու ասելիք ունես, եւ ուզում ես ավելի զորացնել, կազդուրել, որովհետեւ այսպես է արժան քո զավակներին։ Դեպ քիդոմոնը քլայդու շիբոդո կոտը մայնը քալար։ Հարմենը քրոնոշտի բաթ մայնու կոդարամանսո արդար իմ հայր, մարգարեմ ռոնդո շիբա արդար ես դու հայր, հորդա շուբա հոդարամենը շիբա հոդարանա կադարամենդո շիբա հալա կադարամանդի, հարաբա խոդը շիբա հորանամանդա սիբա ալագիդո ռամոնը շակալաբանա կադարաբիթը լոգոդարանամանդա, արամենը շիբա հոդը գատ մանու կորաբասելա մանա գոդորան շամանագա, Makrir, makrir, makrir. Ho bastır makrir, makrir, makrir. Ho basamanda kipana halleluya. Dalebono ramana şebe halagada ramanda. Arabi, Arabi, Arabi duşa ramandar mandeleki dörtü bole falamandi. Halebikor raman şaraba haldi menen gödoktur dar di belen gödoktur angara bak ellahler di menen gödok ellahler ben. Mahlah خدا شبحالر گره با خونده شین برا بخلردی سلام بالا علا خدا شبه هورده شبه رمان دیلا عربا خود شبه رمان دلی عربی برامانو شبه نگلدم گره با خالده بگیری منو شبه آلده منگه از سلام برا بخشین گر غلشن خرام بخلر من دی بخرا با خونده شبه را خاله گره من دیلا Arabi goraba kharşameni gidur ramalaka da Rabbi khoda shabala halla kira mantella hale bikondo shibe halla velikom par baldila dara ba khoda shabala gadara baldi master malikon tora brother temendo klavle binkon tarab rivala kompar balla khardemandi Arabi goraba sharam bara khaldi menen godoktur garaba khaldi menegi Salam bala khalar de men duşa bala khar de men öngü doktor garabakal de menegi. Minayr mertülüçünlerin u de garuçünlerin teş. Alko şad mez götüçan u ողորմության համեմատ. Խոսիր քո զավակների հետ այսօրերի համար. Զորած Տեր, փառավոր Աստված իմ. Երկնքում երկրի վրա ուրիշ անուն չկա փառավորվող բացի քեզանից. Եվ ես հավատում եմ, որ դու այս երկրի համար էլ ունես ասելիք, օրհնիր, ողորմիր, այս օրերի մեջ ամեն քո առջև ծունկ խոնարհացի աղոթքը լսիր եւ քո ձեռքը մեկնիր ու ողորմիր Տեր։ Փառքես Տեր։ Շնորհակալ ենք քեզանից Տեր, գթությունների Աստված, հզոր Աստված, ամենակարող մեր Տեր ու Փրկիչ։ Alek ribana gotara manda sabala vala kidor to monakola bikarda balegi.
Baradamon da şibahala gidoronoman şabalda beleka da ramanda sebadokola galda beleka. Abba, slava тебе. Abba, slava тебе. Благодарение Քրիստոսի դոպլիկատոր da malak լևնը ժիդը կովանա կարեր. Սովորեցրու մեզ Տեր, կրթիր մեզ Տեր, առաջնորդիր մեզ Տեր, քեզ հետ կենթանի հաղորդ լինելու, քեզ պաշտելու հոգով եւ ճշմարտությունով։ Տեներ փառք մեր Տիրոջը։ Ամեն բան իր ձեռքերի մեջ է, ամեն բան իրանով է լինում եւ այսօր ես ուզում եմ մեկ անգամ եւս Աստծո խոսքին ուշադրություն դարձնենք եւ տեսնենք թե երբ է Աստված ընդհանրապես միջամտում մարդու կյանքի։ Սուրբ Գիրքն ասում է, որ Աստված նայում է երկրին, նայում է տեսնի արդյոք կա մեկը, որ իրան է խնդրում։ Աստված կարծես երկրի վրա փնտրում է այդպիսի մարդ։ Եվ մի բան էլ մենք կարևոր կերպով հասկանում ենք, Եբրայեցիս թղթում ասում է 12-րդ գլխում, որ մի անգամ էլ պիտի շարժեմ, ոչ միայն երկիրը, այլ նաև երկինք նպատակը, որպեսզի շարժվող բաները շարժվեն, իսկ անշարժները մնան։ Եվ այսօր մենք տեսնում ենք, որ երկիրը հերթական ցնցումների մեջ է գնում։ Եվ այսօր խիստ կարևոր է, որ մեր կառույցները մեր փորձվում է, որ մենք իմանանք ինչի վրա են կառուցումներ։ Եվ դեռ ժամանակ ունենք, եթե կան հարցեր, որոնք չեն շտկված, մեր Տիրոջ հետ մենք այդ հարցերը շտկենք։ Ես ասացի, որ նմանը ավելի վատ բան է, քան կեղծն ու սուտը։ Եվ դրա մեր համար հիմնական չափորոշիչը Աստծո խոսքն է, թե մենք ինչպես պիտի պաշտենք մեր Աստծուն։ Որովհետև մենք արդյունք ենք ուզում, եւ եթե որևէ մեկը փորձում է կուրորեն երկրպագել Աստծուն, դա իր խնդիրն է։ Մենք ուզում ենք, որ մեր կյանքում Աստծո ձեռագիրը ռեալ ունենանք։ Ինչպես է Աստված միջամտում մարդու կյանքին։ Եդեմական պարտեզում Աստված օրը զով ժամին իջնում եւ խոսում էր Ադամի հետ։ Շրջում էր պարտեզում։ Ադամն այդ ժամանակ աղոթքի կարիք չուներ։ Աղոթքի կարիքը հետո առաջացավ։ Երբ Աստծո ներկայությունից մարդը զրկվեց, Աստված իր ներկայությունը չէր բերում մեղավոր մարդու կյանքում, կար մի պայման։ Եթե այդ պայմանը մարդը կատարեր, Աստված իր ներկայությունը կբերեր։ Եվ դրախտից դուրս վրընդվելուց հետո մենք տեսնում ենք, որ Աստված իրեն մոտենալու երկրպագելու կարգ սահմանեց։ Աբելի Կայենի օրինակը լսեցին քիչ առաջ։ Այս ամենով հանդերձ, երբ որ Կայենը սպանեց Աբելին, մենք տեսնում ենք, որ մարդու եւ Աստծո միջև կապը բացարձակապես խզված էր։ Աստծուն կանչող չկար։ Կայենի սերունդը Կայենը չարիցն էր։ Եվ Աստված Ադամին ու Եվային եւս մի զավակ պարգևեց Սեթը, որի ժամանակ գրված է Տիրոջը սկսեցին խնդրել, Տիրոջը սկսեցին կանչել։ Ինչու սկսեցին կանչել։ Որովհետև երկրի վրա մենք տեսնում ենք, որ երկու կարգ կար, մարդկային հասարակության երկու տարբեր այդպես հատվածներ կային։ Կայենի սերունդը եւ Սեթի կամ արդարների սերունդը։ Եվ Սեթին թերևս այդ հայտնությունը եղավ, որ ինքը կարիքն ունի Եհովա Աստծուն խնդրել նրան։ Ինչևէ, մենք տեսնում ենք, որ աղոթքը Աստծո հետ հարաբերությունը առաջացավ Աստծո մարդուն տված հայտնությունից։ Ես դա խորապես համոզված եմ, ամեն բան նրանով է լինում։ Որովհետև գրվածքն ասում է, որ Աստված ինքն է մարդուն քաշում իրեն մոտեցնում, ամեն։ Եթե հայրը չքաշի, ոչ ոք չի կարող իրեն գնալ։ Հետևաբար մենք շնորհակալ ենք Տերիցը մեր տարբեր պարագաների համար, որոնց մեջ ընկանք, դա Աստծո իմաստությունն էր, որ մեր կյանքում ցուցաբերվել է, որից հետո մենք եկել ենք
եւ մեր սիրտը տվել Աստծուն ու կանչել իրան։ Փառք Տիրոջի դրա համար։ Աստծո խոսքը ասում է Ելից գրքի 3-րդ գլխի 7-րդ խոսքում գրված է. Եվ Եհովան ասեց. Իրավ տեսա իմ ժողովրդի չարչարանքը, որ Եգիպտոսումն է, եւ գործավարների պատճառով նրանց աղաղակը լսեցի, որովհետեւ նրանց նեղությունները իմացա։ Աստված ասում է, որ ինքը տեսավ իր ժողովրդի չարչարանքը, բայց միայն չարչարանքը չի տեսել։ Միայն այդ չարչարանքի պատճառով, որ Աստծո գութը շարժվեր այդ ժողովրդի նկատմամբ, սա քիչ էր։ Եվ գործավարների պատճառով նրանց նեղությունը Տերը տեսել է ամեն բան, բայց ինչին է սпасել։ Նրանց աղաղակին եւ ասում են նրանց աղաղակը լսեցի։ Երկրորդ օրինաց 26-րդ գլխի մեջ մենք կարդում ենք 26-ի 7-ում գրված է հետեւյալ համարները։ Այդ աղաղակը թե ինչպես եղավ եւ ինչպես լսվեց։ Եվ մենք դեպի մեր հայրերի Եհովա Աստվածն աղաղակեցինք, եւ Եհովան լսեց մեր ձայնին եւ տեսավ մեր նեղությունը, աշխատությունը եւ մեր զրկանքը։ Այս ստրուկները ուրիշ բան անել չէին կարող։ Միակ բանը, որ կարող էին անել, դա աղաղակն էր Եհովա Աստծուն, եւ նրանք աղաղակեցին Տիրոջ։ Եվ Սուրբ Գիրքն ասում է, որ Տերը լսեց իրենց։ Տերը լսեց, եւ մենք կարդում ենք, որ Տիրոջ լսելուց հետո Աստծո խոսքն ասում է, որ եւ նա մի հրեշտակ ուղարկեց նրանց առաջից եւ հանեց Եգիպտոսից ստրկական այդ լուծիցը։ Աղաղակողներ Սուրբ Գրքում մենք շատ ենք լսում, որ եղել են։ Եվ այսօր պիտի մի քանիսի մասին լսենք եւ հավաքական առումով աղաղակները եւ անհատապես աղաղակները։ Սրանց մասին առանձին պատմություններ շատ կան Սուրբ Գրքում։ Եվ երբ որ մենք դրանց ուշադրություն դարձնենք, մենք շատ դասեր կառնենք։ Եվ հավատացած եմ, որ մեր կյանքում մենք մեր Տիրոջ հետ հաղորդակցվելու կարգը ավելի խորը կհասկանանք։ Մենք քիչ առաջ լսեցինք ինչպես պիտի մոտենալ Տիրոջը, բայց նաև Տիրոջը շատ կարևորվում է հաճախակի Տիրոջ առջև գալու համար, թե ինչպես ենք մենք մեր աղոթքների մեջ Աստծո հետ հարաբերվում։ Եվ դրանցից առավելագույնը աղաղակն է, աղաղակ։ Գիտեք, աղաղակների տարբեր տեսակներ կան։ Աղաղակ կա բողոքի։ Իսրայելը աղաղակում էր, չէ՞, Եգիպտոսում։ Մովսեսի դեմ դուրս եկավ, Աստծո դեմ էլ դուրս եկավ։ Աղաղակում էին, բողոքում էին, քարկոծելու էին պատրաստ։ Ուխտի տապանակը երբ որ բերեցին, էլի ժողովուրդն աղաղակում էր խանդավառված, բայց Տերը նրանց մեջ չէր։ Աղաղակում էին, բայց որն է այն աղաղակը, որ Աստված ուզում է ինձանից քեզանից լսել։ Դատավորաց 6:6-ում կարդում ենք. Իսրայելը մադյանացիների պատճառով շատ աղքատացավ, եւ Իսրայելի որդիքը Տիրոջը աղաղակեցին։ Ուրեմն Իսրայել ժողովուրդը աղքատացավ մադյանացիների պատճառով, եւ նրանք շատ աղքատացան։ Եվ Իսրայելի որդիները Տիրոջը աղաղակեցին։ Աստծո խոսքն ասում է, որ մադյանացիների պատճառով, որոնց մատնվել էին 7 տարի իրանց մեղքերի պատճառով, Իսրայելի վրա սաստկացել էր իսկապես նրանց լուծը եւ խորոշների, քարայրների, պատնեշների մեջ էին բնակվում եւ սարսափն ու վախը տիրել էր բոլորին։ Ամեն ինչ գալիս սրբում տանում էին։ Եվ Իսրայելի որդիքը Տիրոջը աղաղակեցին մադյանացիների պատճառով։ Աղաղակեցին։ Եվ Տերը Իսրայելի որդկանց համար մեկ մարգարե ուղարկեց, եւ նա ասեց նրանց. Իսրայելի Տեր Աստվածն այսպես է ասում. Ես ձեզ Եգիպտոսից հանեցի եւ ձեզ ծառայության տնից դուրս բերի եւ ազատեցի ձեզ եգիպտացիների ձեռքից եւ բոլոր ձեզ նեղություն տվողների ձեռքից եւ նրանց ձեր առաջից քշեցի եւ նրանց երկիրը ձեզ տվի եւ ձեզ ասեցի ես եմ Եհովան ձեր Աստվածը մի վախենաք ամորհացիների աստվածներից որոնց երկրումը դուք բնակվում եք բայց դուք իմ խոսքին չլսեցիք Աստված ասում է որ ես ձեզ ասեցի մի վախեցեք բայց դուք վախեցաք Ասում ասեցի մի վախեցեք բայց դուք իմ խոսքերը չլսեցիք նրանց աստվածներից մի վախեցեք Բայց Իսրայելը աղաղակել էր
Եվ առաջինը, որ դրան որպես հետևանք եղավ որներ, մի մարգարե ուղարկեց Տերը։ Մարգարեն եկավ եւ ցույց տվեց Իսրայելի մեղքը։ Ո՞րն էր Իսրայելի մեղքը։ Վախեցել էին մադիանացիներից, այդ ցեղերից, որոնց մեջ իրենք ապրում են, վախեցել էին։ Բայց սրանով չավարտվեց, այս աղաղակը արդյունք է տվել։ Ո՞րն է այդ արդյունքը։ Մենք կարդում ենք։ Տեսեք ինչ է գրված։ Եվ Տիրոջ հրեշտակը եկավ Աբիեզերյան Հովասի բևեկնիի տակին նստեց, որ Եփրայի մեջ էր, եւ նրա որդի Գեդեոնը կալումը ցորեն էր ծեծում։ Միակ մարդը, որ չի վախեցել։ Հրեշտակը եկավ մեկի մոտ, որը չի վախեցել։ Անում է իր գործը իր ընտանիքը կերակրելու համար։ Բայց մադիանացիները գալիս սրբում տանում էին եւ թույլ չէին տալիս ոչ ցորեն, ոչ գարի, ոչ արջար, ոչ ոչխար իրենք ունենային։ Սեներ, եթե դու աղաղակում ես Տիրոջը, դա ոչ թե սարսափից աղաղակ է, կա այդպիսի աղաղակ, չէ՞ նաեւ։ Այլ դու աղաղակում ես իրավունքով, Աստծո որդի լինելով, քաջ, անվախ, որ քո ձայնը երկնքում լսելի է լինելու եւ հասնելու է Տիրոջ ականջ։ Իսրայելն աղաղակեց, մարգարեն եկավ խոսեց, հրեշտակը գնաց այն անձի մոտ, որը իր հարաբերությունը Աստծո հետ ճիշտ էր դասավորել։ Չի վախեցել։ Եվ ինքը գրվածն ասում է ինչով էր զբաղված։ Գեդեոնը կալումը ցորեն էր ծեծում մադիանացիների երեսիցը փախցնելու համար։ Եվ Տիրոջ հրեշտակը նրան երևցավ եւ ասեց. Ով հզոր զորավոր Տերը քեզ հետ։ Իսրայելը իր միջից չընտրեց հզոր զորավոր մարդ։ Աստվածին կընտրեց։ Աստծո հոգին իջավ Գեդեոնի վրա, հետո մենք տեսնում ենք, որովհետև այս մարդը ճիշտ է պատմականորեն լսել էր, թե ինչ սերունդի ներկայացուցիչ է։ Երևի թե իր այության մեջ էլ ասում էր Յանապ կլինի մեր օրերում էլ այդ Եհովան այդ հրաշքներն անի, որ իմ հայրերը պատմում են Եգիպտոսում ինչեր արել։ Եվ Տերը իր ներսի կարիքը տեսավ եւ ասեց դու հզոր զորավոր ես։ Չի վախենում։ Մենք գիտենք, որ երկինքի արքայություն չեն մտնելու աղքոտները։ Գրված է այդ մասին։ Եվ առավելապես Աստծո խոսքը մեզ հիմք է տալիս, որպեսզի մենք չլինենք վախեցողներ։ Գրված է զորացեք Տերով, նրա զորության կարողությունով։ Այն Սուրբ Հոգին, որ այսօր իմ ու քո մեջ է, ավելի մեծ է, քան աշխարհի միջինը։ Եվ դրա համար Աստված մեզ չի տվել երկչոտության հոգի, այլ սիրո եւ զգաստության հոգի, ողջախոհության հոգի։ Առաջի Թագավորաց 7-րդ գլուխ գնանք, ընթերցենք մի քանի համարներ։ Եվ երբ որ փղշտացները լսեցին, որ Իսրայելի որդիքը մասփ էին ժողովել, փղշտացների նախարարները վեր ելան Իսրայելի դեմ, եւ Իսրայելի որդիքը լսեցին եւ փղշտացների երեսիցը վախեցան։ Եվ Իսրայելի որդիքը Սամվելին ասեցին. անդադար դեպի մեր Տեր Աստծուն աղաղակիր մեզ համար, որ մեզ փղշտացների ձեռքից ազատե։ Եվ Սամվելը մեկ կաթնակեր գառնուկ առավ եւ նրան բոլորովին ողջակեց արավ Տիրոջ, եւ Սամվելն Իսրայելի համար դեպի Տիրոջը աղաղակեց, եւ Տերը նրան պատասխանեց։ Եվ երբ որ Սամվելը մատուցանում էր ողջակեզը, փղշտացները մոտեցան, որ Իսրայելի դեմ պատերազմ անեն, եւ Տերը նույն օրը փղշտացների վրա մեծ ձայնով որոտաց, եւ նրանց խռովեցրեց, եւ նրանք Իսրայելի առաջին զարկվեցան։ Ժողովուրդը փղշտացներից վախեցած եկան Սամվելին ասին. անդադար աղոտ կարա մեր համար։ Մի օր չէ, մի ժամ չէ, անդադար։ Իրենք գիտեին շարունակաբար աղոթքը պետք է որ իրենց փրկի փղշտացներից։ Եվ հասկացան մի բան էլ, որ դրա իրավունքը ոնց որ իրանք չունեն։ Ոնց որ իրանք լիազորված չեն, իրանք ի վիճակի չեն։ Բայց ահա կա մեկը, Սամվել մարգարեն։ Կարելի է իրան դիմել։ Աստծո հետ մոտ ենք։ Եվ Սամվելը
ողջակեզ արեց, որից հետո մենք կարդում ենք, որ Տերը երկնքից որոտաց։ Եվ այդ որոտմունքի արդյունքի ինչ եղավ։ Տերը նույն օրը փղշտացների վրա մեծ ձայնով որոտաց։ Ինչ է դա իրար։ Մարդը երկրի վրայից կանչել է, Դավիթի իմ թվարկածս տեղը ասենք, որ նշեցի այդ Սաղմոսը, այնտեղ էլ Դավիթը շատ է խոսում, թե ինչպես է Տերը այցելել։ Տերը որոտաց։ Մեծ ձայնով որոտաց եւ նրանց խռովեցրեց եւ նրանք Իսրայելի առաջին զարկվեցան։ Եվ Իսրայելի մարդիկը Մասփայից դուրս եկան եւ փղշտացներին հալածեցին, միջև Բեթքովրի տան նրանց ջարդեցին։ Եվ հիմա ուշադրություն դարձրեք, միանգամից ներքև եմ կարդալու։ Եվ նրանք Իսրայելին յետ դարձրին այն քաղաքները, որ փղշտացները առել էին Ակարոնից միջև գետ, եւ Իսրայելը նրանց սահմանները ազատեց փղշտացների ձեռքիցը։ Եվ Իսրայելի ու ամորհացների մեջտեղը խաղաղություն էր։ Ամորհացիների եւ Իսրայելի մեջտեղը խաղաղություն էր։ Եվ Սամվելն իր կյանքի բոլոր օրերում Իսրայելի դատավորն էր։ Եվ քանի դեռ Սամվելը իսկապես դատավոր էր, փղշտացիները այլևս համարձակություն չեն ունեցել մոտենալու իրենց։ Խիստ կարևոր է Աստծուց լիազորված անձի արկայությունը որևէ ժողովրդի մեջ։ Եվ մենք պիտի դրա համար աղոթք բարձրացնենք։ Հիմա այս պահին պիտի աղոթենք, որ ով Աստված, եթե հին ժամանակներում դու անհատներով էիր դա անում, ապա այսօր ոչ թե մենք անհատներ ենք ուզում, որ դու վեր հանես մենակ։ Իհարկե կարելի է այդպես էլ աղոթել, այլ մենք ուզում ենք, որպեսզի դու քո եկեղեցին այնպիսի զորությունով լցնես, որ փառքը անհատինը չլինի։ Սեներ, մենք Աստծո խոսքի մեջ էլի շատ-շատերին ենք իմանում, որ համարձակ դավանել են Տիրոջ անունը, բայց եկեք մի հատ ուշադրություն դարձնենք այդ դավանողների ընդհանրապես Աստծո հետ հաղորդակցության չասեմ ձևերին, Աստծո հետ հաղորդակցության այն ելակետին, որով սկսել են, որն է եղել դա։ Երբ մենք ուշադրություն ենք դարձնում, լինի Դանիելը, լինի Նեհեմիան, լինի դա Եզրասը, սկզբում եկել են խոստովանելով իրանց հանցանքներն ու մեղքերը Տիրոջ առաջ։ Այո, եւ ոչ միայն իրենց, նաեւ իրենց ժողովրդի։ Այնուհետև հասկացել են, թե այդ պահին Տերը ինչ է ուզում իրանցից, եւ իրանք դրա մեջ էլ գնացել են։ Երբ որ Նեհեմիան սկսեց այն կառույցը, որ ինքն անում էր, Տերիցը ստացած լինելով, եւ շատ հաճախ իր շուրջը կային մարդիկ, որոնք խանգարում էին, եւ նենգություն անելով փորձում էին Նեհեմիային իր գործից ետ պահել։ Ասում են, ինձ ասեցին, քեզ ուզում են սպանեն, արի տաճար, հիշում եք։ Ասում է, բայց ես հասկացա նրանց միտքը, որ նրանք ուզում էին, որ ես վախենամ, եւ իմ Աստծո առաջ մեղ գործեմ։ Եվ ասում է, ես դա չարեցի։ Սեներ, մեր ժողովուրդը պետություն ունեցավ 30 տարի, մի ձեռքով սարքեց, այլ մյուսով քանդում է։ Նույն Իսրայել ժողովրդի ժամանակ Նեհեմիան էլ էր այդպիսի, որ քանդողներ ուներ, չէ՞ իր շուրջ։ Եվ եթե իսկապես մեր երկրում այսօրվա դրությամբ մենք պիտի աղոթք կանենք, որպեսզի երկրի առաջնորդը Տիրոջ մով ինքը կարողանա այն տեղում լինի, որտեղ Տերն է ուզում, լավ բան ենք անելու։ Վստահ լինենք, որ մենք պիտի այսօր աղոթք կանենք դրա համար։ Եկեղեցու գործը հենց դա է, որպեսզի թագավորների, իշխանավորների համար աղոթք կանի, որպեսզի նրանք Տերովը կառավարեն։ Ուրեմն մենք մեր կոչման ու մեջ պիտի լինենք եւ մեր տեղում պիտի գտնվենք։ Ուզում եմ Նեհեմիայի աղոթքի մեջ մի հատ լսենք այս 9-րդ գլխից լսենք հետեւյալը, թե ժողովուրդը ինչպես հրապարակավ ապաշխարեց, երբ որ Աստծո արչև ներկայացուցիչ ունեցավ Նեհեմիան։ Դու ես Եհովա Աստվածը, որ ընտրեցիր Աբրամին եւ նրան հանեցիր Քալդեացիների ուրիցը եւ նրա անունը Աբրահամ դրիր եւ նրա սիրտը հավատարիմ գտար քո առաջին եւ նրա հետ
տալու համար ուխ տարիր, որ տաս նրա սերունդին, քանանացիների, քետացիների, ամորհացիների, փերեզացիների, հեբուսացիների, գերգեսացիների երկիրը, եւ քո խոսքը հաստատեցիր, որովհետեւ դու արդար ես։ Ուրեմն մենք այստեղ լսում ենք, որ երբ որ կանգնեցին Նեհեմիայի հետ միասին նրա օգնականները, իսկ Նեհեմիան մենակ չէր կարող այդքան բան անել, Տերը իրան օգնականներ տվավ։ Եվ այդ օգնականների անունները բոլորը գրված է։ Մենք տեսնում ենք, որ հրաման եղավ այսպիսի, որ ամսի 24-ին 24-րդ օրը Իսրայելի որդների ծոմով, քուրձերով իրանց վրա հող ջոկվեցան Իսրայելի սերունդիցը, ջոկվեցան։ Եղողները բոլոր օտարազգիներից եւ կանգնած խոստովանում էին իրանց մեղքերը, իրանց հայրերի անօրությունները եւ կանգնել էին իրանց տեղը եւ կարդացին իրանց Եհովա Աստծո օրենքի գիրք գրքիցը օրվա 4-րդ ժամը եւ մի 4-րդը խոստովանում եւ երկրպագություն էին անում իրենց Տեր Աստծուն։ Եվ բարձր տեղի վրա կանգնել էին Հեսուն, Բանին, Կադմելը եւ այդպես անունները թվարկված է եւ ինչ եղավ։ Հեսուն այդ բոլորի հետ միասին իջած վեր կացեք, օրհնեցեք ձեր Տեր Աստծուն, հավիտյանս հավիտենից։ Նեհեմիան պատմություն լավ գիտեր։ Աբրահամին խոստացված էր այդ երկիրը հավիտյան։ Եվ հիմա Նեհեմիան եկել է եւ Տիրոջը կանչում է, ամենը կարգի է բերված, Տերը իր այդ գործում է եւ իր շուրջը հավաքվել են մարդիկ եւ ինքը անում է մի գործ, որ Իսրայելը պետք է վերականգնվի։ Անհատները կարևոր են, սակայն սիրելիներ, ելի եմ ուզում կրկնել, որ այսօր Տերը երկրից աղաղակ է ուզում լսել իր ժողովրդի։ Երբ որ այդ աղաղակը ելավ, նոր Մովսեսին Տերը կարգեց։ Այո, նույն ձևով մենք ընդհանրական առումով մենք տեսնում ենք 107 Սաղմոսի մեջ, թե ինչպես է, որ Աստված մարդու համար պայմաններ է ստեղծում, ինչպես գրված է, Աստված մեռնողի մեռնելը չի ուզում, կորսվողի կորսվելը չի ուզում, աքսորվածի աքսորված լինելը չի ուզում, այլ ուզում է, որ իրեն դառնան եւ ապրեն։ Բայց իրեն դարձնելը դա այդքան էլ հեշտ չէ, մարդու սիրտը չար եւ խաբեբայան։ Եվ դրա համար Աստված գործի է անցնում մարդու համար։ Եվ հաճախ այն վիճակները, որի մեջ Աստված մարդուն ցում է, դա բարի է գործակից լինում։ 107-րդ Սաղմոսը դուք շատ լավ գիտեք։ Այստեղ նկարագրում է դեպքեր, իրողություններ եւ միշտ ամեն ինչի այդ իրավիճակներից հետո գրված է։ Եվ նրանք դեպի Տերը աղաղակեցին։ Եվ իրանց նեղությունումը եւ նա փրկեց նրանց իրանց վշտերիցը։ Ուրեմն նրանք մոլորված էին անապատումը, անջուր ճանապարհումը, բնակվելու քաղաք չգտան եւ այլն, բայց աղաղակեցին Տիրոջը։ Սոված եւ ծարավ էին, նրանց անձերը թուլացան իրանցուն։ Այդքանից հետո ինչ պետք է արվի։ Տիրոջը աղաղակեք։ Նրանք դեպի Տերը աղաղակեցին իրանց նեղությունումը եւ նա փրկեց իրանց վշտերիցը եւ առաջնորդեց նրանց ուղիղ ճանապարհով, որ բնակվելու քաղաք գնան։ Եվ հետո ասում է թող գահանան Տերից։ Նրանք, որ իսկապես այսպիսի ողորմությանը արժանացան։ Եվ գրվածն ասում է, որ հաճախ մարդը նեղության մեջ ընկնում է ինչի համար։ Նրանք, որ նստում էին խավարի եւ մայի շուկումը, նեղությունով եւ երկաթով կապված, որովհետեւ Աստծո խոսքերին հակառակ կացան եւ բարձրալի խորհուրդները անարգեցին։ Եվ նա նրանց սիրտը խոնարհեցրեց նեղությունով, որ տկարացան, որ ոչով չկար որ օգներ։ Ինչ անեն, դեպի Տերը աղաղակեն։ Եվ դեպի Տերը աղաղակեցին իրանց նեղությունումը, եւ նրանց փրկեց իրանց վշտերից։ Սեներ, այսօր լսեցի, որ առաքելական եկեղեցին համազգային աղոթքի օր է հռչակել։ Սեներ, Աստված ողորմություն անի եւ այդ հոգին իր աղոթքի թափի է ազգի վրա։ Որ այս վիճակից ելնելով իրանք դեպի Տերը աղաղակեն իրենք, սրտանց աղաղակեն, թողեն իրենց մեղքերը, իրենց անօրությունները։
Եվ դարձյալ մենք շարունակության մեջ տեսնում ենք, որ Տերը սրտերը խոնարհեցնում է նեղությունով, տկարացնում է մարդը, որ հույսը կտրի մարդուց, որովհետև գրված է անիծյալ լինի ամեն մարդ, որ մարդու է ապավինում։ Սուրբ Գիրքը նաև ներկայացնում է այստեղ Սաղմոսի մեջ շարունակության մեջ ասում է, որ Տերը աղաղակողներին իրենց նեղության մեջ, որ փրկում է իրենց վշտերից փրկում է հաճախ իր խոսքը ուղարկելով։ Եվ ասում է, եւ նա իր խոսքը ուղարկեց, եւ նրանց բժշկեց, եւ նրանց ազատեց իրենց կորստից։ Այսօր մենք Աստծո խոսքի կարիք ունենք, որ Տերը հայտնի մեզի խոսի։ Եվ շարունակաբար մենք էլի լսում ենք, որ Աստված նեղությունից երբ որ մարդուն հանում է, ծովի փոթորիկների միջից երբ որ հանում է, Տերը խնդություն եւ ուրախություն է ուզում պարգևի դրանց։ Եվ մարդը պիտի ցնծա ուրախանա Տիրոջ ձեռագիրը տեսնելով։ Ուրեմն թող Աստված օրհնի, որ մեզանից ամեն մեկը իր կյանքի մեջ փնտրի Տիրոջը, որովհետև Աստված իրան ուղիղ կանոններ փնտրողներին գրված է, ուղիղներն այս կանոնին իսկապես կհետևեն, կտեսնեն եւ ուրախ կլինեն, ամեն անօրություն կխփի իր բերանը։ Ամեն անօրություն կխփի իր բերանը։ Երբ որ Տիրոջ մի հրեշտակը իջնի եւ անցնի մեր երկրով, Աստված ինքը դա ուզում աներ սեներ։ Որևէ կասկածի չունեմ։ Հովնանին դուք հիշում եք։ Աստծո կամքին հակառակ կեցավ եւ կետ ձկան փորում հայտնվեց։ Եվ Հովնանն ասում է, որ ինտեղ ինքը նեղությունից կանչեց Տիրոջ։ Ես ուզում եմ, որ Հովնանի այս մարգարեության 3-րդ գլխի 8-րդ խոսքը լսենք, թե իրապես ինչպես է անձնավորությունը իր ծանր այդկացությունից Աստծուց ողորմություն ստացավ։ Եվ նույնպես ցանկացած անձնավորություն, ով Տիրոջը անկեղծորեն փնտրել ու կանչել է, երբեք ամոթով չի թողել Աստված իրան կանչել։ Եվ քուրց հագնեն մարդիկ, եւ անասունք եւ ուժով աղաղակեն առ Աստված, եւ ամեն մարդ ետ դառնա իր չար ճանապարհիցը եւ իր ձեռքերումը եղող անիրավությունից։ Տերն ասեց. Նինվեն պիտի ոչնչացնեմ։ Մեղքերը շատ է դրանց։ Բայց մի բան եմ սպասում այդ ժողովրդից։ Եթե ինձ աղաղակեն, իրանց չար ճանապարհներից դառնան, բարիք գործեն, ես ին որոշած չարիքը չեմ անել։ Եվ հիշում եք ինչ ասեց Հովնանը, որ նեղացավ ինքը Տերիցը։ Չէ՞ որ ես գիտեի, որ դու ողորմած Աստված ես։ Այո, Աստված ողորմած է։ Ասորեստանը իրենից ինչ էր ներկայացնում համեմատած Իսրայելի։ Թշնամի երկիր, բայց Տերը դրանց էլ սիրում էր։ Նրանց ոչ մեկի կորուստը չուզեց։ Սակայն էլի Տիրոջ ձեռքը չի կարճացել, էլի իր գթությունն էր։ Նորից եմ կրկնում, որ մեր ժողովրդի մի ստվար զանգված անվնաս թույլ տրվեց, որ դուրս գա։ Եվ այդ երկրի, այդ անիրավության իսկապես հետ դաշն կնքած այդ անձնավորությունը, հարևան պետության ղեկավարը, ասում է, որ եթե մենք չկանգնեինք, առաջ ենք գալու։ Չէ՞, ասում է։ Այդ խոսքերն ասել է։ Բայց կանգնեցնող է եղել։ Եվ մեր Տերն է արել դա, փառք Տիրոջը դրա համար։ Այսօր այդ նեղության մեջ կարիք կա, որ մենք միասին կանչենք մեր Աստծուն, աղաղակենք մեր Տիրոջը։ Եվ ես չեմ կասկածում ոչ մի վայրկյան, որ իրերի դրությունը շատ արագ կարա փոխվի։ Թող Տիրոջ անունը փառահեղ։ Սեներ, այս ամենի հետ միասին, այնուամենայնիվ ես քիչ առաջ նշեցի այդ դեպքը, բայց ես ուզում եմ, որպեսզի լրջանանք մենք, ազգովի լրջանանք, որովհետև այսօր էլի շատ տեղերում հնարավոր է աղաղակում են, բայց ոչ գիտությամբ։ Ինձ հետ որոշները գրում են, հաղորդ են լինում։ Եվ այնպես են ինձ հետ հաղորդ լինում, կարծես Մովսեսներ են, որ լեռան վրա կանգնած աղաղակում են։ Բայց երբ քննում ես այդ մարդկանց աղոթքը, իրանց կյանքը, ասում ես սիրելիս, դու կարիք ունես դեր դարձի գալու։ Դու ապաշխարելու կարիք ունես դեր։
Մենք այս ուղղությամբ պիտի խնդրենք սիրներ, որովհետև մոլորված կանչել Տիրոջը ոչ Աստծուն հաճելի ձևով անգամ պատրել սեփական հանդերձները, որ Տերն ասում է ձեր սրտերը պատրեք, չէ՞։ Սա դեռ աղաղակ չի։ Այն աղաղակը, որ Տերն ուզում է ինձանից ու քեզանից դա քո ներքին սենյակի մեջ, քո սիրտը Աստծու առջև բերել եւ խոնարեցնել նա իր առջև։ Դա եթե դու անհատապես անես այս երկրում, դա արդեն աղաղակ կլինի Տիրոջը հաճելի։ Իսկ անպագորգոր հայտարարություններ, հրամաններ եւ այլն ոչինչ չի անելու։ Դուք նման կլինեք այն մարդկանց, որ ուխտի տաբանակը տարան ու աղաղակեցին, ճիշտ է որ շարժվեց, բայց Տերը նրանց մեջ չէր գրված։ Այսօր ժամանակն է լրջանալու։ Ոչ ոք քեզ չպետք է սովորեցնի ինչպես աղաղակես, ինչպես աղոթես Տիրոջը, Աստծո խոսքի մեջ գրված է արդեն։ Դու կարիքն ունես, թույլ տաս, որպեսզի այդ խոսքը իրապես ներգործի քո վրա, եւ դու փշրված ու կոտրված գալով Տիրոջ առջև նրա զոհասեղանի վրա հայտնվես։ Եվ ասես Տեր, չէ թե իմ արդարության համար եմ խնդրում, որովհետև ես մի գարշելի արարած եմ քո առաջին եւ խնդրում եմ իմ եւ այս ժողովրդի համար քո գթությունն ու ողորմությունն արա։ Թող Տիրոջ անունը փառավորվի սիրներ։ Եկեք նորից աղոթքով գանք եւ իրոք մեր սրտերը բերենք եւ ուրիշ աղոթք չունենք այսօր սիրներ։ Մենք այս աղոթքը հարատև պիտի անենք միջև երկնքում լսելի դառնա։ Ամեն։